Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ուղևորվելու ենք Հայաստանի ամենագինառատ մարզ։ Այն հռչակված է իր կարմիր ժայռերով, տաճարներով, արագահոս գետերով, ինչպես նաև գինու փառատոններով։ Մարզի այցեկարգն է համարվում նաև հանքային ջրերը։ Կարծում եմ, արդեն գուշակեցիք, թե որ մարզի մասին է խոսքը։ Մենք ուղևորվում ենք Վայոց ձոր։ Մարզի տարածքը 2308 կմ²-ի է։ Բնակչությունը 52.3 մարդ։ Մարզ կենտրոնն է Եղեգնաձորը, քաղաքները երկուսն են՝ Վայք և Ջերմուկ։ Մարզի տարածքով է անցնում Երևան-Եղեգնաձոր-Գորիս ճանապարհը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզով Վարդենյանց լեռնանցքով անցնող Մարտունի Եղեգնաձոր ավտոճանապարհը։ Վայոց ձորը մարզերից սահմանակից է Արարատի մարզին, Գեղարքունիքի մարզին, Սյունիքի մարզին, իսկ պետություններից Արցախի Հանրապետությանը և Նախիջևանին։ Մարզի տարածքում են անցնում Վարդենիսի, Թեքսարի, Վայքի և Զանգեզուրի լեռները։ Այժմ էկրաններին տեսնում եք Վայքի լեռնաշղթան, իսկ սրանք Ջերմուկի լեռներն են։ Մարզը հարուստ է ներքին ջրերով, հատկապես գետերով։ Գետերից խոշոր են Արփան, Եղեգիսը, Ելփինը, Հերհերը, Գնդաձորը։ Ջրամբարներից կարևոր նշանակություն ունեն Եղեգնալիճը, Հերհերը, Կեչուտը։ Հիմա տեսնում եք Արփա գետը, իսկ սա Կեչուտի ջրամբարն է, որի ջրերը կուտակվելով գնում հասնում են Սևանա լիճ։ Մարզի տարածքը հռչակված է իր հանքային ջրերով, հատկապես ջերմուկով։ Մարզի կլիման խիստ բազմազան է։ Պատճառը հովիտների և լեռների դիրքադրությունն է։ Ըստ բարձրության կլիման տաք է, չոր ցամաքային, հետո դառնում է մինչև ձյունամերձ։ Աչքի են ընկնում չորությամբ և ցամաքայնությամբ, ինչպես նաև ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով։ Լանդշաֆտներից տարածված են կիսաանապատային, չոր տափաստանային, ֆրիգանոիդ բուսականությունը։ Եթե ուղևորվել եք Վայոց ձոր, ապա այցելեք այն վայրերը, որոնք հիմա կտեսնեք ձեր էկրաններին։ Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներից մեկը Նորավանքն է, որի ճարտարապետը Մոմիկն է։ Այցելելով Արենի, դուք կմասնակցեք գինու փառատոնին և կտեսնեք խաղողագործության ողջ ընթացքը։ Մարզին մեծ կարևորություն է հաղորդում ջերմուկը, որի հանքային ջրերը հռչակված են ողջ աշխարհում։ Հետաքրքիր հորինվածք ունի նաև Զորաց տաճարը, որը բաց խորանի է նման։ Ամրոցներից այստեղ տարածված են Սմբատաբերդը և Պռոշաբերդը։ Ջերմուկ քաղաքին գրավչություն է ապահովում Ջերմուկի ջրվեժը։ Լեռներում է ծվարել նաև Գնդեվանքը, որը անպայման կտեսնես, եթե այցելես Վայոց ձոր։ Դե ինձ սիրելի աշակերտներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ մարզում։